քննարկում ենք ունեցել, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ եւ խնդրել է, որ մենք որպես թիմ ըմբռնումով մոտենանք եւ այսպես ասեմ, նորմալ ընդունենք, նորմալ ընկալենք իր քայլը, իր դուրս գալը։ Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել եմ, նույնիսկ համոզել եմ, որ ընդանուր պայքար է, գնացել ենք այս պայքարին, այդ մանդատը վայր դնելը այս պայքարությամբ ավելի ճիշտ է, որ պահի, ընդանուր պայքարի մեջ ենք, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրը ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաև դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը, որը որ իր դիմումի հիման վրա ուրեմն քանի որ դեռ այս պայքարությամբ մենք Կարեն Ուրեմն ժողովուրդ, ես ի սկզբանե ասեցի, որ Կարենի հետ լավ հարաբերություն է եղել, Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել, ընտրությունների ժամանակ նոր մարդ չէ մեր համար Կարենը ու այս պայքարությամբ ինքը, որ ինձ դիմել էր այդ ժամանակ դուրս գալու իր խնդրանքով է եղել։